երեխա ենք ունեցին ծնվելուց խմանք, մեկ էլ այդ երեխու 18-ամյակին են խմում։ Երբ որ վիճում են ծնողներին, ինչ ալինում երեխեքի հետ։ Ես ու աղբերս, երկու աղբեր ենք։ Մեր ծնողները մեզ լրիվ տարբեր ձև են դաստիարակել։ Հայրը աղջկան տալիս է ապահովության զգացումը, այն որ ոտքերիս վրա ամուր կանգնած եմ, որտեվ պապաս ունե։ Չկա ավելի կարևոր բան, քան երեխան։ Ծնվել է, քեզնից է ծնվել, պատասխանատու ես։ Որտեղ պիտի ինքը իր բոլոր սխալները անի, եթե ոչ ավելի ապահով այրում, քան տանը։ Ես քեզ վստահում եմ, ես չեմ վստահում ոչ մեկին, որ քո կողքը գտնվում է։ Ինչա երջանիկ երեխան ու ինչա դժբախտ երեխան։ Ես իմ տարիքում շատ բաներ եմ փորձարկել կյանքում ու երբեք ինձ չեն ասել չէ։ Երբ որ վաղը իրան նեղացնեն, ինքը ոչինչ չի անի, ինքը կասի դե ուրեմն երևի ձևն է, տենց իմ փոխարեն պիտի որոշեն, իմ փոխարեն պետք է ապրեն այս կյանքը։ Ծնողավարության գլխավոր օրենքը ամեն կերած գտալ հաղթանակ է։ Պապ, այսօր ինչ սպասեք, ընկերներս են տուն բերել։ Գլուխը կփոկեն վրից։ Սիրելի մարդիկ, նախքան կսկսեմ այսօրվա զրույցի իմ շատ հետաքրքիր հյուրի հետ, ուզում եմ ձեզ խնդրել անել մի փոքրիկ ներդրում մեր ոդկասթի մեջ, եւ դա իհարկե YouTube-ի ալիքին բաժանորդագրվելու մասին է։ Եթե դուք բաժանորդագրվեք YouTube-ի ալիքին, մի հատ հավանել դնեք այս վիդեոին եւ իհարկե տակը մի լավ մեկնաբանություն թողնեք։ Մեզ դրանով շատ օգուտ տված կլինեք։ Ավելին, դա կլինի ձեր կողմից այն փոքրիկ շնորհակալությունը, որ դուք կասեք մեզ, ինձ եւ Spin Ideas Agency-ին, որ այս ամբողջը ձեզ համար անում ենք։ Եվ ունեմ լավ նորություն։ Այսուհետ մեր տեսանյութերի տակ YouTube-ում մի ընտիր մեկնաբանություն գրելու համար կընտրենք 1 հոգու եւ կնվիրենք մեր կողմից հրատարակած քաղաքի լավագույն երկու հոգեբանների կողմից հրատարակած հաղորդակցման նոր լեզու գիրք։ Սա հայալեզու ծնողավարության մասին այն բացառիկ գրքերից է, որ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում եւ յուրաքանչյուր հայ ծնողի մոտ։ Այնպես որ եղեք ակտիվ, օգնեք մեզ ավելի շատ մարդու հասնել, օգնեք մեզ, որ այս բոլոր բարդ խոճուճ ալգորիթմները շրջանցենք կամ հակառակ չշրջանցենք, այլ նրանց մեջ հայտնվենք եւ ավելի շատ ծնողներ deep parenting-ին հետևեն։ Մենք դրա դիմաց դες կնվիրենք գիրք։ Այնպես որ դες տեսնենք։ Դավիթ ջան, ողջույն։ Привет։ Ձեզ ներկայացնեմ բժիշկ ուրոլոգ, Medcast podcast-ի հեղինակ եւ վարող եւ իհարկե բլոգեր Դավիթ Տոնոյան, որը այսօր այստեղ է որպես 2.5 տարեկան Ալիսայի, կամ ինչպես դուք եք սովորաբար ասում, Ալիսա Դավիդովնայի կենսաբանական հայր։ Եվ ոչ միայն կենսաբանական, ասում եմ շատ առումներով հայր։ Երբ առաջին անգամ ձեզ տեսա ներկայացա, ասացի ձեզ ում կանչեմ, շատ հետաքրքիր բան ասացիք, ասացիք՝ մի րոպե, բայց ինչի՞ չեք միջև ես կանչում, ես պապաների պապան եմ։ Ինչու եք դուք տենց կարծում։ Երբ որ ես բժիշկ էի դառնում, ես ասում եմ ես պիտի շատ ուժեղ բժիշկ դառնամ։ Երբ որ չգիտեմ ինչ որ բանոց բանում, ամենալավը պիտի լինեմ, բայց հիմա իմ կյանքի սա կոչումները ոնց որ անցել են երկրորդ պլան, անկեղծ եմ ձեզ ասում։ Այսինքն բժիշկ լինելը, բլոգերություն, ինչ որ տենց բան, ամեն ինչը երկրորդ պլան է, առաջերտը ես պապա եմ։ Որ ինչ որ ներկայացնելու եք, կարելի ասի բժիշկ պապա, ինչ որ sense մի բան, որովհետև երևի ամենամեծ պատասխանատվությունը, որ ին վրա դրած է, այդ իրա լավ ապագայի համար ու ոչ միայն այտենց ֆինանսական, ոչ միայն այտենց նյութական, այլ լավ ապագա ապահովելն է ու ամենավատը այն է, որ ոչ մի ինստրուկցիա չկա, ոչ մի ուղեցույց, guideline չկա, որ քեզ ասի ինստիտուտ դասընթաց, սի կարող գամ դեր հարթման շոր բան հուշեիք էլի, որն է ճիշտը, որովհետև երեխա մեծացնելը մարդիկ կան, չէ, այդ աղբեր երեխա ենք ունեցին ծնվելուց խմանք, մեկ էլ այդ երեխու 18-ամյակին են խմում։ Իմ համար էդի ինքը չծնված արդեն պատասխանատվություն էր, ինքը էգզիստենցիալ վախերի մի հատ բան է, կծիկ է, որը ես կարամ, թե չեմ կարա, ես կարող եմ սխալ դաստիարակեմ, ես կարող եմ ճակատագիր, ես կարող եմ մեռնեմ, օրինակի համար, դու սկսում ես արդեն քո, ես 22 կիլո քաշ եմ գցել, որովհետև առաջից մի հատել է, հա, փորա ունեմ, չա, հա, բայց հետո մտածում ես, բալա որ ինձ բան լինես, հիպոթեքնով է փագելու, այս բանով անել, բա որ ուզենա ինստիտուտ սովորի, ով այդ հարցերը տալու, ու դու սկսում ես այդ էգզիստենցիալ վախի մեջ ապրել, սկսում ես քեզ հետևել, սկսում ես կարիերան կառուցել, բայց մի բանի շուրջ, որ իր համար մաքսիմալ պայծառ ու լավ ապագա ստեղծես։ Ուտեղ երկրորդ հարցն է ծագում։ Արդյոք դու պետք է այդ պայծառ ու լավ ապագան ստեղծես, թե ինքը պետք է այդ պայծառ ու լավ ապագան ստեղծի։ Շատ էգզիստենցիալ հարցեր եք տալի Դավիթ։ Հա, ո՞րն է ճիշտը։ Կարող է դու բռնես իր համար սաղ այդ ապագան ստեղծես, ասես ամբալես ես տուն, մեքենա, ես քեզ կրթություն համալսարան գնաս սովորի, ու դու հասկանաս դու կործանեցիր հենց նոր քո երեխուն, որովհետև ինքը կորավ այս կյանքում։
չես հասկանում որն է ճիշտը ու դες դուրա գալիս այդ փնտրտուքը որ չեք հասկանում լավ չէ ինստրուկցիան է երեխա 2.5 տարեկան պետքա տալ 2 բրոկոլի եւ սիրել 3 անգամ մուլտիկ 4 հատ իմանա 4 հատ մուլտիկը նայել է 3 հատ բրոկոլին կերել ես լավ պապա եմ սախ չոտքի ինստրուկցիա վայելն բայց չկա ամեն երեխա ինդիվիդուալ է օրինակ ընկերներս որ խոսում են ասում են իմ երեխան էս անում իմ երեխան են անում ու դու հասկանաս չի կարա լինի ինդիվիդուալ ես ու ախպերս երկու ախպեր ենք մեր ծնողները մեզ լրիվ տարբեր ձև են դաստիարակել ին վրա տրենիրովկային արա իր վրա բացվել ուզած ասածս ինչա որ մարդու ինդիվիդուումի ինձ պրոստը ես եկել եմ եզրահանգման պրոստը պետքա ապրես իրան խորհուրդներ տաս ու թողես որ ինքը ապրի հասունանա մեծանա ամենաբարդ բանն է հա թողես ապրի չբզբզես չմիջամտես դե նորն եկել ասում էդոն գլխից խփելա Էդոնովա իրենց մանկապարտեզի էլ իր տարիքի մոտ երեխա է սուս մտածում ես չէ ինքը շատ է սիրում էդոին կստացի չգիտեմ էդ էլ հարցում ես էդոին շատ սիրում ես դանդատ ասում էդոն ասում ինձ խփելա ասում բա դու ինչ ես արել ասում ես ծիծաղեցի գնացի հիմա ինչ խորհուրդ տաս երեխուն ասես աղջիկ երեխուն ասես ագրեսիա դու պատասխան հարվածի դաստիարակին կամ դայակին ասես խիային բան անում բան դու հասկում ես երեխային հիմա խաղացել մտ դեր խոսնի մտ իրար sense բան են արել չէ ներսից բան չես մտեղ ուզում ես ճիշտ որոշում կայացնես ճիշտը որն է ինչ ասեցի գալիս այն արդեն չէ սկզբից հենց այդ էլի չես կարող պատասխանես լսում ես անցնում ես առաջ դու չունեմ պատասխան ինչ ասեմ ասում գնա բալես գնա դու խփի չէ որ ամենաճիշտ բանն է կարել ուղղակի լսել է կարել հա վсё ինքը դες ոգևորել է բավարարվել է դաժե ջոգել է ձեր հայացքներից մյուս անգամ ծիծաղա թե չծիծաղա ու բավարարված թողել այն լավ է ցախ ճիշտ եմ արել հա որովհետեւ մի բան ինչի դու երախու մեջ ագրեսիա սերմանես որովհետեւ ինքը հասարակ խաղ արդեն կսկսի ընկալել որպես ագրեսիա ու կսկսի ագրեսիվ պատասխանել տենց չգիտեմ սոցիոֆոբ կամ չգիտեմ ինչ որ ամեն ինչի կասկածամիտ մարդկանց տեսակ է որ տարիքով կասկածամիտ են ամեն ինչի մեջ բանում են գալի հա ու դու հասկանում հա ես իրան պրոստը մեքենայի մեջ էինք ինքը պատմեց ասի հա բալես բանում ու տենց իրար հետ գնացինք ամենաճիշտ բանն է հա ինչ լավ է վсё ես մեծ ինստրուկցիա մեջ գրեմ լսել շատ լսել խորհուրդներ չտալ ես հա լուրջ եմ ասում այդպես պահի լարվում ես ոնց որ քո ինչ որ առաջի վիրահատությանը մտնելուց այդպես լարվում ես որովհետեւ դու ինքը անցնում է նրա մեջով ինչով դու անցել ես ու դու չգիտես դու ճիշտ ես արել ժամանակին թե սխալ ու դու չես կարել հիշում ես արդեն հա ոչ էլ հիշում ես դու ինչ ես արել այդ ժամանակ Դավիթ սկզբում ասացիք այ չգիտեմ ճիշտ եմ երեխուսն ամեն ինչ անեմ որ երջանիկ մեծանա կամ ճիշտ եմ անում արդյոք որ երջանիկ մեծանա ինչա երջանիկ երեխան ու ինչա դժբախտ երեխան մի հատ կարող եք նկարագրել Ոյ ես երջանիկ երեխա եմ եղել որովհետև ես հիմա որ sense հետ հայացք եմ նետում չի եղել օր երբ տունը իմ հանգստության ես տնից չեմ փախել երբեք այսինքն դպրոցում խնդիրներ թեկուզ հայաթում խնդիրներ թե համալսարանում լավ ցած խնդիրներ տունը եղել է ինձ հանգստանալու տեղ այսինքն ես իմացել եմ որ Երևանի 24 շենքի 42 բնակարանից մուտք գործելուց всё ես ամեն ինչ հանգստանում եմ հա որովհետև ունեցել եմ նախ առաջինը լիարժեք ընտանիք մաման իրա տեղում ա եղել papan իրա տեղում ա եղել պապիկ տատիկ եմ ունեցել որ ինձ եղել են սուպեր ծնողներ իրանք իրանց տեղում են եղել ախպերս իրա տեղում եղել բարեկամ ազգն է իրա տեղում եղել այսինքն մեր ընտանիքը իրա բան ես հասկանում եմ որ հա ես ունեցել եմ երջան որտեղ ունեցել եմ ապահովության զգացում ինչեւ էլ ունեմ միշտ կարիքա պապ մամ այս հարցը հուզվա է ինչ չեք ասում ջան ստացար հաղորդում հետ կարամ գնա ես լացածնող հաղորդում չես նշանակ բայց լինում է հա բայց ինչեւ հիմա էլ դու ինչ որ հարց կա պապ ուզում եմ այս բանն անեմ կամ այս բանը գիտես որ մեկը կա դիմում եք դեռ ծնողների խորհուրդ Ես իմ դասին կայացած արդեն կայացածը կայացավ բայց ես վերջերս ներդրում էի ուզում անել գումարային անշարժ գույքի մեջ ես պապ ուզում եմ սես բան անեմ ի՞նչ կասես հա բայց արեցիք են ինչ ասես ճիշտն ասեք ես հասնում եմ ես հասել եմ իմ ակարդակի երևի երբ որ ես ինչ-որ բան ասում եմ ծնողների արդեն եկել ենք մի մտածողությամբ մենք արդեն նույն բանն ենք ասում պրոստը մի հատ էլ քեզ պապայի պեչատնա պետք չեմ ասում մեր ներընտանեկան հարցը չեմ ասում մերի հետ կռվել եմ ինչ անեմ կնոջս հետ կամ երեխեն բան բայց անշարժ գույք եմ ուզում ձեռք բերեմ մեծ գումար եմ դրա մեջ ներդնելու պապ մի հատ sense բան եմ ուզում անեմ ինչ կասես այս հարցի շուրջ
Հա ու կայֆն է որ վերջի տարիներին մենք նույն բանն ենք ասում եմ հա սենց ասում եմ հա ճիշտ ես ասում այ սենց այդ հարցի լուծում է պետք տալ հա Փաստորեն եթե ամփոփեմ երջանիկ մանկությունը դա երբ ապահով ես տանը երբ ունես տան բոլոր անդամներին բոլոր սերունդներից ապրեք հա եւ երբ սիրված ես լսված ես հանգիստ ես ոչ մի վեճ անհանգստություն ես մամայիս պապայիս մի անգամ եմ տեսել վիճելուց մի անգամ կյանքում տեսել վիճելուց իրանք սուպեր են զզվելի զույգերից են որ մի ուտի բան սիրտս խառնում ասես նայես մի անգամ տեսել վիճելուց վիճաբանցում ինչ որ կենցաղային ցտից հարցի շուրջ էր հա ինչ եղավ վերջացավ վիճացին հետո ոնց որ ոչ մի բան չէր եղել իսկ ձեզ երբ որ վիճում են ծնողներ ինչ ա լինում երեխեքի հետ ես չեմ տեսել այդ ես չեմ կարա դա բացատրեմ ասում եք վիճում հիմա Ալիսայի մոտ Ալիսա Դաժե իրան վերաբերող հարցերի շուրջ էլ չենք վիճում ոնց մերին ասում տենց ինչ կա վիճելը ասել է պարկի եւ պարկի ես ասին գնա բեր գնացի բերեցի չէ ինչ որ այդ եմ ասում այդ որ ասում են ծնողների վեճերի մեջ երեխեքի ես դա չեմ տեսել ես չեմ կարող դա նկարագրեմ ես տեսել եմ մի անգամ տեսել կռվել հստակ հիշում եմ ինչի համար են կռվել մամայիս ծնունդի օրներ նոր նատիժնոյ պատալոկ ունենք շամպանսկին բացեցի պատալոկը ծակեցի մամաս ներվեց սկսեց լացել պապան ասաց ուվ դե ծնունդը հարամարիկ իրար հետ այտենց մի օր իրար հետ խոսացին ու հաջորդ օր ոնց որ նորմալն է այդքան մեր վեճերից այդպես մի հատիկ բան եմ էլի ես հիշում հա ու այդ է եղել մեր ընտանիքում վեճ ու երևի հենց այդ օրինակը ես պիտի միշտ ասում եմ մեր տան ամենակայֆն է եղել որ ամեն մեկն իր տեղում ա եղել հա պապայի խոսքը եղել մամայի խոսքը եղել չի եղել մաման պապա փոխարինի պապան մամա փոխարինի հա տատիկ պապիկն ինչ են տվել ձեզ ինչի է կարևոր իրանց ներկայացումը իմ մարդ արարածի մեջ ձևավորել է իմ պապիկը Տոնյան Աշոտը Սերգեևիչ, իրան տենց սա Աշոտ Սերգեևիչ են ասում, հա, ինքը շատ կրթված, բավականին մեծ զարգացած, միշտ պաշտոնների մարդ է եղել, որ ասում եմ, պաշտոնավոր կոմունիստ է եղել, հա, գործային տնօրեն, այս կողմ, ինչ որ բաժնի պետ էր, ինչա տվել պապիկս, ես երևի ոչ հորս մտածողությունն եմ վերցրել, աշխարհահայացքը, ոչ մամայիս։ Իրանք ինձ դաստիարակել են տպան մեջ։ Ես պապիս եմ կոպիա, բառացի, տառացի, իր մտածելակերպ ես որ հիմա ասենց հետ եմ նայում, նույն ձև ինքը ոնց մտածում էր, ես եմ տենց մտածել։ Դե գալիս էր նրանից, որ մաման աշխատում էր, պապան աշխատում էր, պապին արդեն թոշակ էր ու մեր մանկությունը բավականին հետաքրքիր էր անցնում։ Ինքը շատ ժամանակակից մարդ էր։ Ես ձեզ որ օրինակը բերեմ, ես պապուս հետ կռիվ էի անում PlayStation խաղալու համար։ Ու ոչ թե ինքը ինձ արգելում էր, այլ ինքը շախմատ էր խաղում PlayStation-ը, ասում եմ պապի հերիքա, թող մի քիչ ես խաղամ։ Կա այդ աստիճան, ինքը 80 տարեկան էր, իր պոչտան բացում էր, ինքը շախմատի մեծ ֆանատ էր։ Պոչտան բացում էր, մեյլով շախմատ էր խաղում։ Ես հիշում եմ ինքը մեզ նստածում էր, ասեն Գորգին ու սկսում էր ինչ-որ թմկաբերդի առումը։ Նախ ինքը մեզ մի հատ պատմեր ով է Հովհաննես Թումանյանը, ինքը այսինքն դպրոցից դուրս էին գալի իրավիճակներում, այսինքն չէին ասում, այսինչ ասում են ու սկսում էր թմկաբերդի առումը կարդալ, դա շատ լավ հիշում եմ այդ օրը, էլի ու Սասունցի Դավթի էպոսնա պապին իմ հետ ուսումնասիրել, դասերը, սա դասերը, եւ որ ասում եմ մամա պապայի տեն դասը, սա պապիկի հետ է իմը սանձը ու մտածողությունը, օրինակ իմ մեծամտությունը ինչ որ չափով որ կա ի բնական գիտությունների մարդու մեծամտություն կա, չէ, ի հումանիտար գիտությունները եկել են պապից, որովհետև ինքը ասում էր մաթեմատիկան, ֆիզիկան կրուտ է, պատմությունն ու, չգիտեմ, լեզուները, ախպեր պես է, ոչինչ, դերբայական դարձված է մի իմացի, արի ստեղ հիմա ես քեզ բացատրեմ մեխանիկան ոնց է աշխատում, ու ես ինչքան ուզում եմ դա մեջիցս հանեմ, մեկ այդ ինչ որ այդ կորկիս մեջ նստած է, որ չէ։ Բայց Ալիսային չասեք դա, էլի։ Թող հումանիտարով էլ գնա։ Հիմա ասում են հումանիտարն ավելի կարևոր է։ Ես հենց այդ դաստիարակությունը տեղից է եկել։ Okay։ Հերիքում եք Ալիսային Դավիթ։ Հերիքում է ձեր ժամանակը իրան, որովհետև դուք ասում եք, որ ամեն ես կարամ ավելի շատ աշխատեմ, ես կարամ ավելի շատ գումար աշխատեմ, ես կարամ ավելի կարիերայում ավելի շատ բաների հասնեմ, ինչքան է մարդկանց թվա հաջայել տղայ այսքան բան անում, ես կարամ շատ ավելի շատ անեմ։ Բայց իմ հիվանդները իմ մարդիկ բոլոր գիտեն, իմ աշխատանքը սկսում է առավոտ 7:30-ին, վերջանում ժամը 3-ին, 3:30, որովհետև 4-ին մանկապարտեզից մարդամեկին պիտի վերցնեմ։ Այդ տեսարանի համար ոնց է ինքը վազում իմ մոտ մանկապարտեզից, ես պատրաստ եմ, չգիտեմ, էլի ամեն ինչից հրաժարվում, մենակ ամեն օր գնամ իր մնգոյից բերեմ տուն, հա։ Այդ ու հա, ես այդ ժամանակը իր համար բացել եմ։ Կա Էրիկի, երբ որ մի քանիսն են, բա ինչ եք անում, գործից դուրս չեք գա։ Ոնց է կիսվելու, ոնց եք տեղավորվելու, ոնց է այդ սերը ցենց վրաս մի քանիսն են։ Չգիտեմ, քիչ դժվար հարցեր տալի։ Չգիտեմ, մտածում եմ, եթե մեկն է, կարող մենք հերիքում ենք։ Չէ, ֆիզիկայից չեմ կարող հարցնել, ես հումանիտար։ Դժվար բաներից հարցեր եկա։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, կծնվի կհասկանանք։ Ամեն դեպքում պատրաստ եք այդ ներդրումը անել իրենց մեջ։ Չկա ավելի կարևոր գործ, քան երեխան։ Հաստատ։
Ես չկա ավելի կարևոր բան, քան երեխան։ Ծնվել է, քեզնից է ծնվել, պատասխանատու ես։ Ու չկա ավելի մեծ սեր, քան ես զգում եմ իմ երեխու հանդեպ, չգիտեմ ինքը նույնը իմ հանդեպ, թե իր մամայի հանդեպ ավելի մեծ է, բայց չկա ավելի մեծ սեր, որ ես երբևիցե զգացել եմ, ոնց որ զգում եմ ես իմ երեխու հանդեպ ու չեմ պատկերացնում, որ երկրորդ, երրորդ ունենամ նույն ձև կարողամ սիրեմ, ոնց որ իրան։ Դա էլ անկեղծ ասեմ ձեզ, հա։ Ինձ սա ասում են, հեսա երկրորդը որ էլի ունենակ էլ ունեք։ Ինչ մետամորֆոզներ են մեր հետ տեղի ունենում, երբ որ մի քանիսն են լինում։ Դա բան չունեմ ասելու, հա, բայց հիմա ինքը տենց մաքսիմալ վայելում։ Ես էլ եմ վայելում։ Պարտականություն չի մնգոից վերցնելը, քնացնելը, հեքիաթ կարդալը, Թմկաբերդի առում գորգին կարդալը, դա պարտականություն չի։ Չէ, դա կայֆ է։ Դա հա ես զոհել եմ իմ ընկերների հետ երեկոյան պասիդելկիկը։ Իրանցի շատեր կան, որ ինձանից նեղանում են, ասում եմ երեխա կունենաք կիմանաք, որ ասում են իրիգունի ինչ որ համերգ կա գնանք կամ գնանք փաբ, բան ասում եմ աղբոր պես էլ պիտի Ալիսի հետ այսօր չգիտեմ մի ինչ որ այս մի խաղ խաղանք, այս մի լեգոն եմ խոսք տվել որ կհավաքենք կամ չեք զղջում որ այդ գոնե այդ ինձ ներեն իմ ընկերները ես իրանց բոլոր դժբախտություններին եւ բոլոր այն պահերին երբ որ պետք է ես կողքը կայնած եմ բայց եթե իրանք ուզում են որ ես հանգիստ լինեմ իմ հոգեկանը հանգիստ լինի ես չեմ ասում լրիվ կտրվել եմ բայց եթե առաջուտի ամեն երեկո էր հիմա դա ամիսը 2-3 երեկո է այդ ամեն ինչը որտեղ մնացածը նվիրված է Ալիսա Դավիդովնային 12 կիլոնոց տարականին հա 13-ը Spin Ideas Agency-ն հենց այն վայրն է, որտեղ մենք ոդքասթը շարունակեցին եւ հենց այն վայրն է, որը հյուրընկալեց մեր ոդքասթին եւ տվեց նրան երկրորդ կյանքի իրավունք։ Spin Ideas Agency-ն Հայաստանում ամենամեծ տեսանյութեր արտադրելու եւ վիդեոկոնտենտ ստեղծելու այսօր փաստացի կառույցն է, ունի 10-ից ավելի ստուդիա, ընտիր թիմ, ամբողջական տեխնիկա եւ ամեն ինչ, ինչ ձեզ պետք կլինի ստեղծելու համար վիդեոկոնտենտ։ Եղեք ակտիվ, ստեղծեք այդ վիդեոկոնտենտը, ավելին Spin Ideas Agency-ն ունի նաև ծառայություն, որտեղ օգնում է ձեզ այդ ամբողջ YouTube մարքեթինգից գլուխ հանել, հատկապես հիմա, երբ Հայաստանում ինչ-որ բաներ սկսել են դեպի լավը փոխվել։ Բոլոր մանրամասները կդնենք այս տեսանյութի նկարագրության բաժնում, կարող եք կապվել, խոսել, զանգել, ձեր հարցերը տալ, ավելին գալ, տեսնել, գտնվում են Արաբկիչ թաղամասում, Սունդուկյան փողոցի վրա, եւ դա այդքան էլ հեռու չէ, շատ հարմար է եւ ձեր հյուրերին ընդունելու համար։ Ստեղծեք վիդեոկոնտենտ եւ դա արեք Spin Ideas Agency-ի հետ։ Ինչա տալիս Ալիսային հոր հետ շփումը։ Չգիտեմ։ Օրինակ որ մենակ մաման չի ոնց որ մենք սովորաբար, հա, դե տենց է, նորմալ է, դա նորմալ բան էլ չկա դրա մեջ, հիմնականում մամաներն են։ Բայց օրինակ ասես Ալիսային ինչ է տալիս, որ ինքը ամեն օր մնգոից դուրս է գալիս, այնտեղ պապան աշպիտով կանգնած, որ երեկան պապան պիտի այս խաղը հետը խաղա ու դա անում է հաճույքով։ Չեմ կարող ասեմ, ես ավելի շուտ երևի էգոիստաբար իմ համար եմ այդ ամեն ստանում, որովհետև ես եմ դրանից հաճույք ստանում, այն իր մի հատ հայացքը, մի հատ ինչ-որ անմեղ հարցը, օրինակ կամ էսքի այս գույնը ասում կամ գալիս ասում պապ, բան է, դու քո գլխարկը վարդագույն է, դու վարդագույն գլխարկ չես ուզում, ինչ-որ այդ իր բաները ինձ է հաճույք, բայց ես ինչ եմ իրան տալիս, երևի այն զգացողությունը, որ չեմ կարող ասեմ, անկեղծ չգիտեմ։ Բան ասեք, չգիտեմ, հստակ տալիս եք, է։ Ինչ եմ տալի։ Փողը տալիս։ Հազար դրամ տալիս, ինչ ասում գնում անում է։ Չգիտեմ, տենց ներգրավվածությունը պապաների, չէ՞ որ ինչ որ մի հատ։ Դե կարող է եւ ցույց է տալիս, որ աշխարհը մենակ մամայի շուրջ չի պատտվում, կնիկստոնիզների։ Տղամարդու ինչ որ կերպար է տալի, որ ժամանակի հետ ինքը կլինի, օրինակ ես պարբերաբար իրան ծաղիկներ եմ նվիրում կամ ինքը բոլոր ճամփորդություններին մեր հետ կա ու վերջ ճամփորդությունների մը կնոջս Փարիզում էր ինքը մեր հետ չէր, այնց առավոտից իրիկուն սենց էր ասում, բայց հիմա որ ստելներ Disneyland կգնանք, հիմա որ ստելներ բան կանենք, սենց խոր։ Հա, ինչ անում հիմա, ու ես հասկացա, որ հա, ես պիտի գամ մի հատ իրավիճակի, որ իր եթե օրը գա որ կորից շատ բան եմ ասում, օրը գա իր սիրտը գրավելու լինեն, դա շատ դժվար բան լինի, ոչ թե մենատիկ վարդնվեր տան, ասեմ, ոյ, որովհետև ինքը այդ տղամարդու ուշադրություն ինքը ունի։ Օրինակ ամեն Կիրակի առավոտ մեր նախաճաշի առավոտն է, մենք իրար հետ փախնում ենք միտեղ, հերո աղջիկ, կինես կարագործի լինի, կարագործի չլինի, իրան շաբաթ Կիրակի հետ կապ չունի, բանկը իրանց մի քիչ ուրիշ սիստեմով աշխատում։ Մենք փախնում ենք իրար հետ երկուսով նախաճաշելու, չգիտեմ, կամ իրար հետ պատրաստելու, կամ իր այդ բանը, ինքը տեսնում է ինչ որ տղամարդու կերպար, որ ես նես չի իդեալական տղամարդու կերպար եմ, հա։ Պետք է չի իդեալական, չկա։ Բայց ինքը տեսնում է ինչ որ մարդու, ում կարա իդեալ, ոչ թե իդեալիզակը, Աստված ասնի, ասեք, պապուս մեծամտություն։ Չէ, այլ ինչ որ կերպար, ես ուզում եմ գամ մի իրավիճակ, որ իրան ոչ մի բանով ոչ մեկ չկարանա զարմացնի, որ ասի լունուս նեբա, ասի պապա պադարիլ ուժը։ Ես մեկ էլ իմ կյանքում նպատակ եմ դրել, որ իմ աղջիկը այնքան հասուն լինի ու այնքան ունենա
իմ շնորհիվ այնքան ինքը բանանի, որ լյուբոյ գործատուի կարա ասի դե пошел ты ու գործից դուրը փագի դուրս գա, հա, դա էլա շատ կարևոր բան, որովհետև մինչև դու չես դառնում աղջիկ երեխու papa, դու չես հասկանում ինչ կարգի, դու սկսում ես արդեն նկատել այդ դիսկրիմինացիան քո աչու ձախ, ու դու արդեն սկսում ես դիսկրիմինացիան տենալ, որ դու աղջկա papa ես, արդեն հասկանում ես, որ չէ, այս աշխարհում մի հատ մեկ աղջկա սպորտի։ Այսինքն մինչև Ալիսայի ծնվելը շատ բան չէիք նկատում, չէիք խորանում։ Հա ինչ ա եղել որ աշխատում, հա դե ինչ ա եղել որ sense, այդ ինչ ա եղել որ sense, այդ հասկանում ես, ոնց սպասի, խոսքի աղջկաս մեկը նեղացնի, մեկը մուննատ գա, մեկը գործի տեղը անհավասար իրադրություն կամ ինչ որ ստիկլյանի պատալոգ դնի, որ իմ երեխան չկարանա բարձրանա, բա արև ձեզ, ասեն։ Ու ինքը կարողանա դուրը շղկացնի ու ասի։ Ինքը չկարանա լյուբոյ պահի դուրը շղկացնի ու ասի ստեյցություն դες, ես գնացի իմ կարիերան ստեղծելու ու շարունակելու այդ դառնում։ Եթե ամփոփենք, հայրը աղջկան տալիս է ապահովության զգացումը, այն որ ոտքերից վրա ամուր կանգնած եմ, որտեվ պապաս ունե, եւ որ տեսնում է տղամարդու այն կերպարը, որից ցածր պլանկա պիտի ինքը չվերցնի։ Ես չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց ես ուզում եմ ժամանակը գա ինքը ընտրի սիրելով, ոչ թե մեքենաներով, տներով կամ ինչ-որ ճամփորդություններով, երբ որ ինքը աշխատանքը ընտրի այն ինչ որ ինքը կարում է, ոչ թե այն ինչ որ իրան կստիպի ինչ որ հիպոթեք փագի։ Ու մենք պետք է մեկ-մեկ մտածենք, որ այդ երեխան մեծանալու է իրական աշխարհում, էսի իրական աշխարհը, էսի խաղալիք չի, էսի հեքիաթները չեն, էսի ինչ որ։ Ավելի վատ բան ասեմ, ինքը մեծանալու է մի աշխարհում, որը ուրիշ է ալներ 15 տարի։ Մենք էլ չենք պատկերացնում, բայց ես այն ինչ որ այս աշխարհի համար լավ է, օրինակ ես չեմ ասելու, օրինակ դժվար չէ բժիշկ Անթարանյանն իր երեխեքին ասի դուք բժիշկ պետքա դառնաք։ Չի ասա։ Պապիկն է մեկի հետ ծնկած։ Նույնը ես եմ, նույն բանը, ասենք արդյոք պետք է կարող է գալիս է մի պահ, որ իր մասնագիտություն տրելուց, ես ուզում եմ դաժե ինքը այդ բանով չլինի, ինքը ուզում է նկարչուհի դառնա, ասում հա բալես գնա նկարչուհի դառնա, ես այդ ժամանակ մոլբերտն ու ներկերը կառնեմ, կնստեմ կողքը ու կասեմ կուզես, չգիտեմ, հնարավորությունն է, որ ինքը սովորի լավագույն ակադեմիաներում, լավագույն ինչ որ մարդկանց մոտ մաստերների մոտ, որ ինքը ուզում է դառնա ֆինանսիստ, ուզում է դառնա բժիշկ, ինքը ատամհատիկին բժիշկն է քաշել, եթե ինքը ուզում է դառնա բժիշկ, ես դե եմ, բայց իր ընտրությունը պետքա կախված լինի միայն իր ներքին զգացողության ու ներքին ցանկության հետ։ Որ ախր սիրուն եք ասում ամեն ինչ, բայց իրական կյանքում տենց չի, որ դու օրինակ հույսեր ես կապում, որ ոնց որ այս ուղությամբ լավ է, էական չի բժիշկ, հա, ինչ որ всё ոնց որ տես տեղա գնում, դե մի քիչ տեղ պարապել տանք կամ մի քիչ ուրեմն տանենք էս մի բուհը, էս մի բանը, հետո մեկ էլ գալիս է վերջի դասարան կանգնում ու հայտարարում է ոնց որ ես դերասանուհի եմ։ Ես ասենք ուզում եմ դառնամ բարսահարդար։ Ասենք մտածում ես լավ պատիժքան եմ, հավալիկ ջան բան հարց չկա, այսա գնամ քեզ առնեմ կրատ բան, բայց այտենց չի։ Դե բան չունեմ ասել։ Այդտեղ իմ ծնողներին էլի շնորհակալություն։ Ես իմ տարիքում շատ բաներ եմ փորձարկել իմ կյանքում ու երբեք ինձ չեն ասել չէ։ Ես դաժե եկել ասել եմ պապ, ես գնում եմ գիշերային ռեփ բաթլների մասնակցեմ, դրա վիդեոները մինչև հիմա YouTube-ում կա։ Ասել գնա։ Ու ամենակայֆը գիտեք որն էր, տեսեք ավարս մեկ երջանիկ մանկություն, երբ որ ես ռեփով էի զբաղվում, 17, 18, 16 տարեկան երեխա ես, դու հիփ-հոփ ես զբաղվում, պապաս գաղափար չունի գնդապետա ոստիկանության, ինչ ռեփ, ինչ բան։ Չնայած իր երաժշտական ճաշակը բավականին ուժեղ է, ինքը չէր բանանում, չէր ասում չէ, ինչ ռեփ է, փողոցային երաժշտությունը։ Քեֆերին ասում էր տղես գիտեք ինչ ռեփ է կարդում։ Ասում էր հենց մի հատ բեմի վրա մի բան արա, ասենք, ու ես հիշում եմ դժա աղբորս ծնունդիներ ինչ որ եկած էս լուրջ մարդիկ են նստած բան, ասում եմ բան արա, մի հատ հələ կարդայինք հələ ֆրիստայլ արա, ոնց ես դու անում, հա։ Դու տեղ դուխավորվում ես, որովհետև քեզ չեն ասել, ինձ երբեք չեն ասել։ Ինձ թողել են, հելնեմ, ընկնեմ, մամաս էլ, պապաս էլ, հա, կարող է գայ ասել կոքս եմ ուզում փորձեմ ասել, ինչ է։ Ստոտ գետ մեկը չէ։ Ստոտ կամ ծխում եմ բան, ինձ կավեն եմ ուզում խաղա, ռեփով եմ ուզում զբաղվի, նույնը եղբայրս։ Աղբերս բանակից եկավ, ասեց ես ուզում եմ տարեկետում գնամ, ուրիշ ծնող ինֆատ բանակի 2 տարի կորցրել, մամաս պապաս ասեցին ուզում ես գնա։ Դա ճիշտ է։ Ու եթե դա չլներ իմ աղբերը կարող է չկարողանար սովորել, որովհետև իրեն բանակից հետո հանգստանալ էր պետք։ Այդ 6 ամիսը Հայկի կյանքում ոչ մի բան չի փոխել, բացի այն որ Հայկը 6 ամիս գլուխը հանգիստ է եղել։ Որովհետև այդ բանակի վերապրումների եւ ամեն ինչի տակից ինքը պետքա դուրս գար, ինքը եկավ ասեց ես տարեկետում եմ ուզում, հա մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մի քիչ տարան, մի քիչ բերին մերոնք, բալես լավ մտածի բան, բայց ոչ մեկ չասեց, ախպես գնաց տարեկետման դիմումը գրեց, հե լավ։ Ու ես որ կողքից նայում, պատկերացնում եմ ուրիշ ընտանիքներում կարող է այդ խոսակցությունը ավարտվել, չէ, ոնց դու 2 տարի բանակում ես կորցրել, շշ դուրս տալի, չէ, ատամնաբույս չես դառնա, ախպես էլա բժիշկ։ Դու կյանքում բան չես անի, այդքան տարի կորցրել ես բանակում, հիմա էլ բան անես, բայց չէ, մերոնք թողեցին, որովհետև եթե իմ ախբերը
չհանգստանար, ինքը այստեղ չէր լինի, որտեղ որ պետքա լիներ։ Նու այդ հոգեկան հանգստության բանում է չէր լինի։ Դա համար մամ, պապ Ինչքան կարևոր է, որ երեխու հետևից են գնում։ Դա դժվար է, ահա որ բան է այդ, որ հա բալիկ ջան, օքեյ, ես քո կողքն եմ պատժկա կանում, դեռ ներսից դու քեզ ուտում ես, դու հասկանում ես, որ ինքը սխալ է անում։ Բայց դա միևնույնն է, ինչքան կարևոր բաներ եք ասում, ես հետևից գնում ես ոչ ես։ ռեպեր դառա դրա արդյունքում, ոչ գանգստա, ոչ կավենշիկ դառա, բայց ես փորձեցի։ Ու ես հիմա չեմ նստած ասում, բա որ ես հիմա հիփ-հոփ ունենա, հիմա ես Չարածի համար չեք զղջում, էլի։ Գրեմի կարող է ստանալ, ոչ թե ինչ-որ բան վիրահատությունների լինի առավոտ 7:30 կամ 8-ին ու նմանատիպ բաներ չլներ։ Այս նոտայի վրա ես մի հատ քույզ եմ պատրաստել, երբեք sense բան չեմ արել, բայց հետաքրքիր է, որ երբ որ պատրաստվում էի ձեր հետ զրույցին, ասեցի չպտիոնը։ Դե Դավիթը անկեղծ մարդ է, ես այսքան անկեղծ մարդ դժվար բռնացնեմ։ Հիմա ես ասում եմ, որ պատկերացնեք, որ ես Ալիսան եմ, տարիքը ասում եմ ու հետո մի հատ statement եմ ասում, ձեր ռեակցիան մաքսիմալ անկեղծ։ Մերին զանգեմ, ովքեր ուշի։ Դուք շատ ներգրաված հայրիկ եք։ Տեսեք, 14 տարեկան Ալիսան գալիս ասում է, պապ 14 տարեկան Ալիսան մի պահ պատկերացնում եք 14 տարեկան Ալիսիկը։ Գալիս ասում է, պապ, ուզում եմ մազերս կապույտ ներկեմ։ Ներկի։ Չէ, լուրջ ներկի, իմ համար կատաստրոֆա չի։ Ներկի, բայց իմացի, որ դու հասարակ կյանք մազերդ ներկելու ես, հա, ուզում ես ներկի, հա։ Եթե էդի նայեք, եթե էդի իր շրջան։ Բայց չեք հարցնի ինչ ես ուզում կապույտ ներկես։ Ինձ ոչ մեկ չէր հարցնում չարը չափ։ Ում մեծ կոշիկներ էի առել մամա։ Արակա մեռն եմ էդի։ Մեծ կոշիկները մռ մինչև շատ խնդալու են այդ կոշիկները, էլի մաման փող էր տվել, ասել գնանք ես կոշիկ առ դպրոցական եմ։ Առել էի 14, հա, սև լակի ռվնի սև ու սպիտակ Չարլի Չապլինի կոշիկներից։ Ասես դե հակի գնա դպրոց, էլի դու դրանով ինքն ասես գնա, ոչինչ գնա, բան արա։ Բայց այդ թույլ է տալիս, որ գիտեք չէ, հիմա մեկ-մեկ էլ ասում զանգում, ասում մամ կարող գազ գնանք մոլ կուրտկա եմ ուզում առնեմ, հա, բայց այդ ժամանակ իրանք ինձ չասին, ես ինչ ես արել, բան ոնց որ եկա տղա ես, էդի պիտի հագնես գնաս, հա ես հագնում գնում եմ, եթե ինքը 14 տարեկանում գտնում է որ իա կապուտ մազերով ներկելով ինքը հասարակության մեջ ինչ որ դիրքավորում ունենելու, հա, հիմնական այդ տարիքում դրա համար էլ ուզում ենք, որ 15 տարեկան, հա, գալիս ասում է, պապ, այսօր ինչ չսպասեք, ընկերներս են տուն բերել, 10 ընկերներ։ 15 տարեկանում։ Այսօր ես գիշերը գլուխը կպոկեմ վրից։ Ինչ եք ասել։ Գլուխդ կպոկեմ վրից։ Հետո ինչ եք անել։ Չէ, ես կգամ քո հետևից։ Ես ստեղ այն ստանդարտ շաբլոն արտահայտությունն է, որը իրականը 100%։ Ես քեզ վստահում եմ, ես չեմ վստահում ոչ մեկին, որ քո կողքը գտնվում է։ Մինչև երբ, Դավիթ։ Որն է այն տարիքը, որը Ալիսան կգակասի պապ այսօր ընկերներս կբերեն ինձ տուն տղաները, կուրսի տղաները, գործի տեղի տղաները։ Մի հատ հետաքրքիր բան ասցիք, ուրեմն ես միշտ մինչև ամուսնանալս ապրել եմ ծնողներիս հետ։ Հա։ Ամուսնանալուց հետո էլ մի տարվա չափ մենք ապրել ենք մեր ծնողների հետ։ Ու երբ որ ես Ռուսաստան էի, ես գիշերը 5-ին էի տուն գնում, սովորում էի այնտեղ, ու ոչ մեկին հետաքրքիր չէր։ Ու երբ որ հետ էի գալի, երբ 11-ին մաման զանգում, հա, ասում եմ, այդ վաղ թլա ամուսնացած չեմ։ Ուր ես։ Մամ, ասում եմ, այդ որ ես Ռուսաստան գիշերը 6-ին գալիս էի տուն, вообще պետք է չէր։ Բայց ինչի՞ հետաքրքիր է։ Այդ երևի իմ ու իր պատասխանատվությունն է, որ դու շո, եթե դու իմ տանն ես, դու այս պատասխանատվության զոնայի մեջ ես։ Այդտեղ երևի այդ փսիխոլոգիան է խոսում, որովհետև Ռուսաստանում չէին զանգում գիշերը 5-ին, ասեմ դու ուր ես։ Որն է այն տարիքը, որ Ալիսան կասի այսօր ինձ տուն կբերեն, դու չկասի։ Դա արդեն կախված Ալիսան ինչքան կմեծանա։ Ալիսան կմեծանա։ Հա, բայց եւ որ բան 18-ում է դրան կհասնեմ, թե 21-ում։ Բայց կհասնենք։ Կհասնենք երևի, էլի իմ աղջիկն է դե վсё։ Հիմա երեք ասում էր գնամ փող աշխատեմ մամային կոնֆետ առնեմ։ Բուկվալներ եկել։ Ապրինք։ 16 տարեկան Ալիսան գալիս ասում է. «Պապ, ինչ անարդար է, որ հայկական եկեղեցում նույնասեռականներին չեն պսակում։ Ախր դա արդար չի իրանց նկատմամբ»։ Ոյ, էլի լավ հարց եք տալիս։ Որտեվ այդ հարցը տալու ենք ձեզ մի օր։ Որտեվ բոլոր սերիալներում, բոլոր հաղորդումներում գնանք այդ հարցը տանք այն մարդկանց, ովքեր դրա համար կոմպետենտ են։ Որտեվ այդ հարցը ինձ էլ կարող է այդ ժամանակ ինձ էլ։ Ես հիմա հասկանում եմ ինչի չի դա լինում, բայց այն ժամանակ էլ այդ հարցը կհետաքրքրի այդ ժամանակ կախված կլինի, բայց գնանք, արի գնանք հարցնենք այն մարդկանց, ովքեր պետք է այդ որոշումն ընդունեն։ Լավ ասի, հա։ Գիտեք ինչի, որովհետև շատ հաճախ իրանք տալու են հարցեր, որոնց պատասխանը մենք չունենք, բայց չգիտեմ ինչի, շատ ծնողների թվում է, որ եթե ես չունեմ պատասխան, ես խոցելի եմ։ Օ, նյետ, տենց հնարավոր չի։ Ու ամենալավ բանը, որ
Արևս ես էլ չունեմ դրա պատասխանը, արի մի հատ գնանք, չեմ, ատամնաբուժին հարցնենք այդ բրեկետներդ երբ են հանելու, կամ ասենք, չգիտեմ, նույնը, հա, գնանք մի հատ քահանայի հետ խոսենք, ինչու հայ եկեղեցին չի պսակում։ Հա, հենց հիմնավորումը կտան։ Այդ շատ հավես էր։ 17 տարեկան գալիս է Արիսան ու ասում է՝ «Պապ, ես մի հատ հնդիկի եմ սիրահարվել մեր կուրսից»։ Բեր ծանոթացրու հետ։ Այդ հարցը ինչ չեք բռնի, հա, ես մուլտիկուլտուրալ անձնավորություն եմ իմ ընկերության մեջ, իմ ֆրենդ լիստում, իմ բանում աշխարհի գրեթե բոլոր ազգերից մարդիկ կան, ում հետ ես տարբեր կուրսերին, տարբեր սեմինարներին ծանոթացել, ընկերացել։ Դուք օքեյ եք, որ Ալիսան ոչ հայի հետ ամուսնանա։ Ալիսան մյուս բալիկները էական չի, որ ձերոնք։ Եթե դիմացից տղային նորմալ տղա է ու ես զգում եմ, որ ինքը այն մարդն է, որ պետք է իմ աղջկա կողքը լինի, ես դրան ված չեմ։ Ազգությանը չեք նա։ Չէ, որ ազգությանն եմ, եթե օրինակի համար իմ ընկերներից համ հայ ընկերներ ունեմ, ռուս ընկերներ ունեմ, վրացի ընկերներ ունեմ, դագեստանցի ընկերներ ունեմ, հնդիկ ընկերներ ունեմ։ Ի նկատի ունեմ, այդ պրինցիպիալ չի, որ մենք հայ մնանք ու դրա համար որևէ տեսակի իմ աղջիկը մեկը հայ կմնա։ Կարող է հնդիկը վերափոխվի հայ դառնա։ Գեցենք մենք։ Եվ 18 տարեկանում Ալիսան գալիս ասում է իմ 18 լրացել է, ես ում առանձին ապրել։ Ես իր համար տուն եմ պատրաստ դրա համար արխայել։ Այս դու պատրաստ ես։ Չէ, ես եմ քշելու։ Մեղքի կեսում եմ։ Մեր մի բնակարանը, որ նորակառուցում կա, ինքը պատրաստվում է, դա հենց իր 18-ամյակին մերին ասում եմ, նշում ենք ու ճանապարհում ենք իր։ Դու գոնե պատկերացնում եք ինչ դժվար է լինելու։ Ոչինչ։ Ես երբ որ կներեք առաջ անգամ զուգարան եմ մաքրել, դա իմ վարձով տանն է եղել։ Երբ որ ես մի ամիս, երկու ամիս ապրում եմ, զգում եմ այդ բաղնիքը մաքրելու կարիք կա ու ես ուսանող ես չունես գումարում ինչ-որ մեկին։ Դա YouTube-ով նայում եմ այսպես վիդեոները, կա очистить ванной сток, կա очистить трап։ Ու դու ինքնուրույն ես ինքնուրույն սպաս սարքել սովորեցի։ Ես ձվածախից բացի ուժ բան չէի կարող անել։ Հիմա այնպես բաներ եմ սարքում։ Չնայած կինս ասում է քեզնից հետո թեկուս կուխնյան տրակում է գմփում է, բայց այստեղ հարցը այն է, որ ինքը պետք է դժվար։ Այստեղ է գալի այդ բակո խնա բանը, որ թոքացության, սիրո աստիճանը որտեղ է։ Սիրո աստիճանը մեկ-մեկ այն է, որ հա ինքը պետք է ինքնուրույն անի, պետք է սայթակել, ընկնել, դու պետք է ընդհանրեն այնտեղ լինես, որ այդ սայթակելուց հետո ձեռը բռնես, բարձրացնես վերև, բայց երբ որ դու ասես, վայ բալես մի ինգի մի բան արա, դրա մասին մուլտիկում մի լավ կադր կա, չէ՞, ասում է երեխան այն որ ասում է խիա վանդակի մեջ, ասում է դե աշխարհը ապասնի է, բան, ասում է ապասնի աշխարհը քո գլխի մեջ է։ Ու հետո այդ գիտեք վանդակի դուռը բացում եք, իրանք դուրս չեն գալի, Դավիթ։ Հա, գալիս է Տարիք, դուք վանդակի դուռը բացում եք, իրանք դուրս չեն գալի։ Մի հատ շատ լավ դեպք կա, իրական դեպք կա, փոքր փղին, փոքր մի հատ զողով ու լարով կապում են, այնքան որ փոքր փիղը չկարողանա հանի։ Այդ փիղը մեծանում է, դառնում է ահռելի փիղ, ու երբ որ այդ կոլը մտցնում են հողի մեջ, ինքը կանգնած տեղից չի շարժվում։ Իսկ ինքը մի հատ թեթև շարժումով դա կարող է ամբողջ կյանք անի։ Այս սա է, էլի ծնողավարությունը։ Ես չէ, հենց էտա որ ինչ որ պահի ես իրան ազատ եմ թողնել։ Նույնը իմ ծնողներն են ինձ արել։ Պրոստը երևի ես միջավայր մեծացել, որ հենց տենց էլ պետք է լիներ։ Գիպերապեկա իմ ընտանիքում չի եղել։ Ես 16 տարեկան երեխա տղա եմ եղել, աշխատել եմ։ Մեկ, հա? Ընտիրը։ Հա, ուսանող տարիներին աշխատել եմ։ Ես հասուն մարդ ինձ թողել եմ, որ ես հասուն մարդ մեծանամ։ Ինքս որոշումներ կայացնեմ, ինքս ընկնեմ, ինքս հասկանամ ու տենց։ Շատ հավես է։ Շատ լավ էր։ Ինձ թվում է ընտիր էր։ Միայն մի բանի հետ համաձայն չէի, որ եթե վստահում եք մարդուն, դիմա ով լինի կինդ, ընկերդ, դուստերդ, տղադ, եթե վստահում ես իրեն, կողքից ոչ մի վտանգ չկարա իրան։ Նու, ի նկատի ունեմ, չի կարա լինի մի սիտուացիա, որ ինքը լրիվ կորցնի ով է ինքը ու ինչ արժեքներ է։ Ինքը չէ, բայց կոնկրետ այդ ձեր ասած դեպքի պահով գիշերով ինչ որ տեղ գնալը, ես չգիտեմ իր կողքիններն ով են, կամ կողքինի կողքինն ով է, կամ կողքինի կողքինը, նու հիմա եկեք ես շտապ օգնություն եմ 3 տարի աշխատել, 100 անգամ տեսել եմ դեղ լցրած բաժակների մեջ, որ խմացրել են, քնացրել են ու բռնության հետքեր են եղել, կռիվներ են եղել ու հիմնականում դրանից պարտավոր է ծնողը հետ պահի իր երեխուն, կներեք, ազատությունը, այդտեղ ազատություն չի, տեղ արդեն քո ծնողական պարտականությունն է։ Կանոնը, սահմանները, որովհետև բայց ինձ թվում է, եթե ես sense դաստիարակություն, եթե ես նենց անեմ, ինքը կարող է այդ հարցը չտա էլ ինչ։ Ժամանակ երբ որ գա, ինքը հասկանա, որ
Այդ որովհետեւ ինձ էլ են այս դասիկը, ես գիտեի որ օրինակ այս շրջապատից ես պիտի հեռու մնամ։ Ինձ որ papa's չի ասել, այս մարդու հետ շփվի, այս մարդու հետ մի շփվի։ Բայց ինքը նենց է մեծացրել, ես գիտեի որ այս մարդու հետ պիտի շփվեմ, այս մարդու հետ պիտի հեռու Այդ մնամ։ արժեքներն են, որ դες առանց որևէ արժեք բառը ասելու փոխանցել են ամեն օր, ամեն առավոտ, ամեն երեկո, ամեն զրույցով, այդ շատ կարևոր է։ Որն է այն մի զրույցը, որ անպայման ունենալու եք Ալիսայի հետ ու որ տարիքում։ Հա, ասեմ, ես շատ անհամբեր սպասում եմ, երբ որ մենք իրար հետ նայելու ենք մատաների տիրակալը։ Այդ զրույցի շատ եմ սպասում, հա, չգիտեմ։ Ուրիշ տենց լուրջ բան ձեր մտքով չի ասում, որ այս ես պիտի իրան ասեմ։ Չէ, ես էլ չեմ խոսում, ես սպասում եմ որ պիտի իրար Звездные войны նայենք, հետո մատաների տիրակալը, հետո ու տենց այդ բանը շարունակենք։ Կստացի իմ աղջկա սիրած երգիչը Bob Dylan-ն է, դա իմ շնորհքն է որ Bob Dylan-ն է, հա, ինքը մի երգ գիտի իրանից ու այդ մի երգի անունը դրել է Bob Dylan, ասում է Bob Dylan-ը միացրեք քնեմ։ Հա, այսինքն ես իմ արժե համակարգի այն մասերը, որ ես գտնում եմ, որ իմ մոտ շատ լավն է, որ եկել եմ ծնողներից, այդ իմ լսած երաժշտությունն է, նայած ֆիլմերն է, կարդացած գրքերն է։ Այստեղ ես մի քիչ էլի պապուս մեծամտություն ունեմ, այստեղ ճաշակին ընկեր չկա, բայց կա ավելի լավ ճաշակ ու ավելի վատ ճաշակ։ Հա, ինչ լավ է համաձայնեք, չմարդ բոլոր մարդիկ իրանց ճաշակը, չէ, ժողովուրդ, չէ, կա երաժշտություն, կա արժեք երաժշտության, ու կա աղբ։ Հա, ոնց որ ուտելիքի մեջ։ Ես երեք ինձ բռնացրեցին նրա վրա, որ Վերբերի ադաջոյի տակ ես սպորտ եմ անում ու հետո ասա որ ես քնում եմ, չեմ կարողանում այդ գործիքով աշխատեմ, որովհետև ինքը քնած է, այնքան դրան է։ Դե հենց այդ ամեն բանն էլ պետք է իր համապատասխանել, բայց երաժշտական կինոյի գրականության առումով ես կուզեմ ինքը իմ ճաշակը ժառանգի, որովհետև ես իմ ճաշակով հպարտ, այդ այն քիչ բաներից են որ դու կարաս հպարտանաս, որ դու ձեռք ես բերել։ Առնվազն կփոխանցեք, դե հիմա կարող մի օր։ Իմ papan Beatles էր լսում, ինչ որ Abba, Boney M, ինչ որ տենց երաժշտություններ լսում։ Դա ինքը ինձ փոխանցեց, ես զարգացրեցի։ Դա դարավ Motley Crue, Motorhead, Metallica, ինքը տենց գնալով աճեց ու զարգացավ։ Այսինքն իմ աղբորս երաժշտական ճաշակը ծերից ձևավորել է իմ papai երաժշտական ճաշակը։ Մենք Beatles էինք լսում, ինքը ինչ որ պահի երևի արդեն տարիքը այն ա եղել, որ հա, էս օքեյ է, բայց դու ասում ես, օ, սպասի, եթե դու Beatles ես լսում, դրանից հետո կարաս նաև Motley Crue լսես։ Ու մի ասում ես Motley Crue ես լսում, սկսում ես քեզ դի դուր գալ։ Ու ճաշակը ձևավորում է։ Ես ուզում եմ աղջկա մեջ այդ ճաշակը ձևավորեմ, որովհետև կողքից մեկ-մեկ որ նայում են բարեկամները ինչ որ երկեր բան ասում, աղջկոս Եվրոպայի այդ երաժշտությունից։ Կարող ասում եք, չէ՞ որ ինքը խուսափելիորեն է տեսել։ Լսելու է, բայց գոնե իմ քիչնելաբակ տեսնելա TikTok-ի մոտ հիմար տրենդի տակ իր անկերուները բոլորը պահում ինքը գաղափար չունի դրանից։ Ուրեմն այն օրը երեկոյան ես դիվանին եմ հեռախոսից մեջ, մերին կողքն է հեռախոսի մեջ ինքը նկարում է, ես ֆռռացած արեց։ Հələ հեռախոսները դրեք կողքի։ Ապրինք։ Ինքան եմ խնդացել այդ արտահայտության վրա, ոնց որ մեր տունը հակառակն էլի ֆռռացած եմ։ Հեռախոսները դրեք կողքի։ Սարցնցուղ։ Հա, ասում եմ հələ դիր կողքի լտնենք ինչա բանա։ Ստամի Մոադյանցը բագոլի տեստ։ Հա, դա ինքը հետաքրքիր է։ Ու նույն մուլտիկների վերաբերյալ, չէ։ Մենք իրան մուլտիկները երկար ժամանակ չենք տալի, հիմա դոզավորված ենք տալիս, բայց օրինակ ես ու կինս պատրաստ ենք 50 րոպե իրան կերակրենք, վազենք ուտելիքա հետևից, որ ինքը իր բանն ունի, բայց միայն թե չխափենք, ես ճանապարհը մուլտիկը միացնենք, ասենք դե կեր։ Որ ասում են դե ուրիշ ձև չի ուտում, ուտում է։ Ձևը պիտի գտնես։ Մի քթալ ստեղից ես ուտում, մի անգամ ստատուս էի գրել, ծնողավարության գլխավոր օրենքը ամեն կերած քթալ հաղթանակ է։ Հիմա լրիվ հետա։ Այ ամեն նստած գարշոկ հաղթանակ է։ Ամեն քայլ դրած ու չնգած քայլից հետո։ Ու հենց էտա ինքը որ չասեց հեռախոսները մի հատ դրեք մի կողմ։ Եկեք մի հատ նկարեք։ Հա, ու Արտ-թերապիայի ժամը։ Այդ վերջն էր պրոստը։ Ալիսան ասել է ուրիշ մի բան, որը ձեզ ստիպել է ինչ որ բան վերաիմաստավորել։ Այսինքն նենց մի հատ բան է ասել, որ ասում ես հայ էլի այ մարդ։ Այսինքն ես ուր էի, ես ինչ էի вообще մտածում սրա մասին։ Այդ վերաիմաստավորումներում ինքը օգնում է ձեզ։ Օ շատ բաներ է տենց արել, շատ իր վերաիմաստավոր, իր գոյությամբ ինքը արդեն վերաիմաստավորում է, իր գոյությամբ։ Ես կյանքում չեմ մտածել քաշ գցելու մասին։ Օրինակ, ես հիմա 22 կիլո նիհարել եմ, ելի եմ շարունակում։ Կյանքում չեմ մտածել այդ ուղղությամբ։ Ինքը հոչի ասել, չէ, պապա քաշ գցել։ Նիհարի։ Ես հասկացա, որ ես երեխան պիտի առողջ պապա տենա։ Ու հա, այդ իմ կյանքի տես պիրիլոմնի պահերից մեկն էր։ Ես չեմ ուզում իմ երեխան կոպիտ ասած ինչ որ տարիք գա, մտածի, վայ, պապան հիվանդ է, պապան սրտային է, պապան երիկամի խնդիր ունի, պապային տանեմ բժշկի։ Ես տեսել եմ իմ բախտը բերել եմ ծնողները երիտասարդ են։ Մամաս 53 տարեկան է, պապաս 61։
ճիշտ ասի, չնեղանակ որ մի տարի պլյուս մինուս ան։ Իրանք երիտասարդ են ու փառք Աստծո, իրանք ոտով ձեռով են։ Ու բայց ես տեսել եմ իմ ընկերների ցավոք սրտի ամեն օր papayin էս բժշկի տարա, էս հետո էս մեկի մոտ տարա, հետո բան։ Ես ուզում եմ մաքսիմալ իմ համար պատասխանատվությունը եկալ եմ իմ վրա։ Ատում եմ սպորտը շատ դժվար եմ գնում հիմա, ջին պարբերաբար սաղ կյանք գնում էի, հետ էի գալի ու էլի իմ միակ մոտիվացիան է նա, որ ոչ մի բարագայում իմ երեխեքը հիվանդ մամա չպահեն։ Հա, էդի կարևոր, ինչ որ կարևոր պահա, երբ որ դու այդ ամեն ինչը ես բժիշկ լինելով ձեր ամուսինը բժիշկն դուք տենում եք թե ինչքան դժվար բանը ես ընկերներ եմ ունեցել որ կարային հոյակապ կարիերա ունեին, բայց ծնողների հիվանդության պատճառով իրանք չեն կարողացել դուրս գնան սովորեն, բայց իրանք ավելի շատ շանս ունեին։ Իմ բախտը բերել է, ես այստեղ մի քիչ բան եմ անում, իմ բախտը бերել է իմ մաման ամուսնացել է 20 տարեկանում։ Հա, ինչ ճիշտ է։ Հա, ես խորանում եմ ու հա, ու ես հիմա իմ մաման ասում самым расцветил նույնը papas։ Հա։ Ու ես մեկ-մեկ մտածում եմ, կարող է ես պետք է 27-28 ամուսնանալ, ամուսնալի 22-ում, բայց ես ուշ եմ ամուսնացել, ամուսինս ավելի ուշ արան ամուսնացել բնականաբար, տարիքային տարբերությունը երևում է, չէ՞։ Հա, ասում եմ, որ աղջիկներիս ասել եմ, տենց 23-24-ում արդեն աղջիկներ ջան, պսակվեք, իրար հետևից ունեցեք, երեխեքին քանի հատ որ պիտի որոշեք, իրար հետևից, շատ տենց մեծ գեփերում դրեք, բան մեկը ասաց, ահա իրանք էլ քեզ տենց լսեցին, էլի, դու տենց ասեցիր, իրանք էլ լսեցին, իսկապես շատ այդ երկմտանքի մեջ ես։ Մի կողմից չես ուզում իրանք 20 տարեկանում մոնակ, ես չեմ ուզում իմ աղջիկները 20-ում ամուսնանան, ախր բա կյանքը, ախր բա այդ սխալները, այդ, չգիտեմ, первый блин կոմում, այդ ամեն ինչը պետք է անցնի։ Ես մտածում եմ մինչև 40 չեմ ամուսնանա։ Ես Ռուսաստանում դա հաջող բժշկի կարիերա էի սարքում, բան։ Եկա մի անգամ արձակուրդ հանդիպեցի կնոջս, թողեցի այնտեղ ամեն ինչը, հելա հետ եկա ամուսնացա ու տենց տեղ 0-ից նորից ամեն ինչը սկսեցի։ Չես կարող ասես այդ կուպիդոնը երբ է կրակելու։ Էդի ոչ մեկ չի կարա գուշակի։ Եթե դու ուզում ես քո կյանքը պլանավորես, фиг ты, ասում եմ, ոչ рассмешить Бога, расскажи про свои планы։ Դու չես կարա ասես հաջորդ անգամ կանգառում ում ես հանդիպելու, այդ մարդը կարա լինի քո ճակատագիրը ու դու եթե որոշել ես 40-ում ամուսնաներ, դու ամուսնանում ես արդեն 23-ում, հա ու դու որոշել ես 30-ներ, դու էլ չես անում, որովհետև այս կյանքը ավելի պրիմիտիվ ու ավելի պարզ է, քան մենք փորձում ենք բարդացնել։ Ինքը մեր էմոցիաների ու մեր զգացմունքների հիման վրա է։ Deep Parenting podcast-ում շատ ենք խոսում մարդկային հոգեբանությունից, որովհետև ծնողավարության հիմքում հենց հոգեբանությունն է։ Եվ եթե մենք ուզում ենք մեծացնել առողջ երեխաների, բնականաբար ինքներս պետք է լինենք հոգեպես առողջ։ Մեր Deep Parenting-ի գործընկերն է Libra հոգեբանական աջակցության կենտրոնը, այնտեղ աշխատում են երեխաների, դեռահասների, մեծահասակների, զույգերի հետ, անում են ծնողավարական խորհրդատվություններ։ Libra-ն գտնվում է Կոմիտաս 12 հարցեում, աշխատում են առցանց եւ արկա բարձր պրոֆեսիոնալ թիմի ջանքերով։ Կարող եք դիմել, նկարագրության մեջ կդնենք Libra-ի հղումները եւ հեռախոսի համարը։ Ինչ եք հասկանում, երբ որ լսում եք այս արտահայտությունը անպայմանական սեր։ Unconditional love։ Այն ինչ որ ես գում եմ Ալիսայի հանդեպ։ Չկա ինչ որ բան, որ ես իր համար սիրում եմ, կամ նույնը կնոջս հանդեպ։ Որ երբ որ դու ասես դու ինչ համար ես կնոջը սիրում, ես չեմ կարող 5 պատճառ առանձնացնել։ Օրինակ Ալիսային ասում եք, այ, հեսա որ սենյակը հավաքես, բալես դու կլնես պուպուշ աղջիկ։ Այդ պայմանական սերը։ Վայ 10-ս ստացել, ապրիմ աղջիկը։ Այ ես նենց եմ սիրում քեզ, երբ որ դու այ եթե քեզ լավ չպահես, papan քեզ չի սիրի։ Չէ, սիրով շանտաժ չենք անում։ Չէ, սիրով շանտաժ չէ։ Կարես լյուբոյ ուրիշ բանով շանտաժ անես, կոմպյուտերդ կվերցնեմ, չգիտեմ, ինտերնետդ կանջատեմ։ Բայց քեզ չեմ սիրի, եթե։ Չէ, դա սիրով շանտաժ անելը որն է, լումա պետք է սերը, եթե դու պիտի սիրես։ Հեշտ է սիրել անպայմանական սիրով։ Դե հենա սիրում եմ։ Ինչի նկատի ունեմ, երբեմն Ալիսան կարելի անհարմար, երբեմն լացող, երբեմն մեծամասամբ։ Ու դա մեր ներսի սախ տրիգերները sense մեծ խառնում է իրար։ Երբ որ ես առավոտ վիրահատության եմ, ու ինքը գիշեր 3-ին, արի հիմա բան ենք անում, կասիչկաներ ենք կապում, ասում եմ արի։ Հա, բայց դու հասկանում ես, որ կյանքի այդ էտապն է, որ ես ինչ անեմ, ինքը չարություն չի անում։ Ինքը մտածում է ինքը լավ բան է անում, ինքը papayin կասիչկա է կապում։ Ես չեմ կարող իա մեջ էդի կոտրեմ։ Էլ ինչ մարդ եթե դու կարաս քո երեխա երեք ինքը ուղիղ 50 րոպե իմ ձեռի ժամը ուզում էր կապեր իմ ձեռքին ու դու կամպերատար նստել ես ինչ անեմ ունեիք ժամանակ
Թե չունեիք sense մեր խաղալու ժամներ, հա, ինքը պապա կլինի ես կապեմ, ասում եմ հա բալես կապի։ Վերցրել է ժամս, հիմա էսի sense ենք, ասում եմ կյանքս ցույց տամ, չէ, ես կարամ։ Միույտ է։ Վերջում ցույց տվեցի ինքը կարացավ, հա։ Բայց դա տևեց 40 րոպե ու դու համբերատար սպասել։ Ուրիշ ինչ անեմ։ Ինչ ասեմ, չէ, բալես դու ժամ կապել չգիտես, գնա ժամ կապելու, երբ որ կսովորես կգաս պապայի ժամ։ Արի կոշիկներդ կապեմ, Բալջան, 14 տարեկանին։ Չէ, Արի ես կկապեմ։ Ինքը հենց հիմա 2.5 տարեկան ինքնուրույն իր կոշիկները հագնում է։ Հագնում է 50 րոպե, բայց հագնում է։ Ես ամուսնուս ես կտորել եմ եմ տալու։ Ասում եմ ես որ գնամ բան, մեմուարներ չի, ասում ես դիսերտացիա եմ պաշտպանելու այդ թեմայով, ոնց է հայ ծնողը դեռահասին հագցնում, հանվածնում իմ կաբինետում, կոշիկները կապում։ Ասում եմ տղա ջան, հանվի, ասենք վերխը թանի, որ ողնաշարը նայեմ, ասում եմ մաման է հանում։ Չէ, ես կարամ վիդեոներ ցույց տամ, որ ինքը գալիս է տուն հանվում է, կոշիկները հանում է, կուրտկան հանում, գցում է մի կողմ, ես ջղայնանում ասում եմ տարդից տեղը, ինքը 2.5 տարեկան է։ Հա։ Ինքը նույն այդ ամեն ինչն անում է, բայց նույն հաջողությամբ որ ասում եմ հեսա փորիկդ կուտեմ, ինքը վախում է։ Ինքը նույն աշխարհը այդպես է էլի։ Ուտելու բառացի էլի պատկերացնում։ Բառացի պատկերացնում պապան գնում է մորը բողոքում, պապան ասում է բանը ուտելու է, փորիկս ուտելու է։ Ու բանը ինձ մեկ ես չես կարա դու երախուն ով սովորացնի իրան ժամ կապել, եթե ոչ ես։ Ու եթե ոչ տանը, ով որտեղ պիտի ինքը իր բոլոր սխալները անի, եթե ոչ ավելի ապահով վայրում, քան տանը։ Ես օֆիցիանտներին չայվոյ թողելով սնենք անելու եմ մի օր իմ աղջկա արածներից հետո, բայց ես չեմ կարա իրան ինքը ուզում է ինքնուրույն ուտի, կեսը պոլինա, կեսը բաննա, միլիարդ ձևի այդ կաֆեներում ասում եմ 1000 անգամ կներեք, էլի միլիոն անգամ կներեք, բայց ես թողում եմ, ես չեմ ջղայնանում ասեմ, ինքը 2 տարեկան է, ինքը 2.5 տարեկան է։ Ինքը կյանքը փորձարկում է։ Հա, ինքը նոր է վերցնում վիլկան իր ձեռքը, նոր հասկանում որ վիլկան պետք է վերցնի տանի բերանը։ Եթե ես իտի իր մեջ կոտրեմ, վաղը ինքը սկալպելը չի վերցնի, չի կտրի, վրցինը չի վերցնի, չի նկարի։ Երբ որ վաղը իրան նեղացնեն, ինքը ոչինչ չի անի, ինքը կասի դե ուրեմն երևի ձևն է, տենց իմ փոխարեն պետք է որոշեն, իմ փոխարեն պետք է ապրեն այս կյանքը։ Չէ, մենք այդ ամեն ինչը ինքը մեր այդ ճամփորդումը, այդ էլա շատ կարևոր ինձ ասում են, չեք հոգնում այդքան տանում, մի տանելուց ճամփորդելու, ինքը եւ աշխարհում իր տարիքում ավելի շատ երկրում է եղել, քան ես մինչեւ ամուսնանալ ես օրինակ։ Չէ, եղել ոչ միտեղ։ Ինքը դա չի հիշել, բայց ինքը հիշելու է լիք ուրիշ բաներ։ Բայց իր էքսպերիենսները, որ ինքը տենում է, մենք մտել էինք Վիեննայի գեոլոգիայի թանգարան, քարեր էինք նայում իրար այդ եզերական ինչ-որ բաներ, ես ինքը միջև հիշում եմ, դինոզավրի ոսկորը հիշում ես, ասում եմ, հա։ Ու ինքը տատին պատմում, տատի այնտեղ մեծ դինոզավրի ոսկոր կար։ Հասկանում ես, միանք ու ես եմ հիշում իր էմոցիաները։ Ոնց որ ինքը վազվզում այդ հետաքրքիր բան ասեմ, Ավստրիա մարդիկ ուր են գնում։ Այնու Վիեննան նոր է եղել, դրա համար եմ հիշում։ Թանգարաններ։ Մենք գնացել ենք վիրտուալ ձնագնդիկ խաղալու, որտեղ իրան ծանրանում ենք թանգարաններում, ասենք ինչ անենք երեխու համար հետո Google-ը արեցի, նայեցի վիրտուալ ձնագնդիկ խաղալու տեղ կա։ Ոնց էր, եթե լպատմեք։ Երևի Վիեննայի ամենակայֆ բանը վիրտուալ ձնագնդիկ վիդեոները կա։ Ասենք փափուկ բանի գնդակներն իրար են խփում։ Հա, ինչ որ, հա, երևի ամենակայֆ պահը հենց այդ մեր կտորն էր այդ սա հանգստի, որտեղ ինքը ռեալ իրան ոչ հետաքրքիրում է, պետք է ասում է բանի, չգիտեմ, ես իմ թանգարանն է, գահն է, բանն է, ասում եմ, ստեղ թագավոր է նստել։ Հա, թագավոր է նստել, բայց իրան է ծնագնդիկն է հետաքրքիր։ Շատ հավես էր, sense բան եմ անում, ասում ես լիգբեզ էր, էլի լրիվ ծնողների համար, ովքեր նոր են ուզում ծնող դառնալ, անչափ գոհ եմ բոլոր այն պատասխաններից, որ լսել եմ։ Նախ որտեվ անկեղծ էր, երկրորդ որտեվ հա պրիզիմլոն էր եւ երրորդ որտեվ ընտիր էր։ Շատ հարցերի առումով, բայց ես գտնում եմ որ մարդիկ նաև երկար բարակ չպետք է մտածեն ծնող դառնալուց, եթե Աստված տվել է այդ շնորհը, парք տվեք Տիրոջը ու վայելեք ծնող լինելու բերկրանքը։ Մեր кյանքը ցիկլիկ է, Բաստան դրա մասին երգ ունի, ասում է, когда меня не станет, я буду петь голосами своих детей։ И голосами их детей։ Ու հենց էտա այս կյանքը դու ուզում ես եղի ինժեներ, լյոտչիկ, իսպիտатель, չգիտեմ, գիտնական, որը հայտնաբերում է քաղցկեղի դեղը, մեր գենետիկ էությունը ընդհանրապես սերունդ շարունակելն է, ոնց որ բոլոր կաթնասունների եւ բոլոր հիմնական առաքելությունն է։ Ու գերագույն հաճույքը հենց էտա դրա մեջ է։ Ու ամենակարևորը, հա, մի հատ կարևոր բան պետք է ասեմ, հա, մտածում եմ ասեմ։ Ու ամենակարևորը ձեր երեխեքին պետքա կենթանիների հետ մեծացնեք։ Հա, էդի, հա, մենք տունը, դուք էլ տունը շուն ունենք։ Իմ երեխան կենթանի, մենք ամեն անգամ գնում ենք, այս ռեկլամ կլինի, որ այն Կանտակնի զոոպարկ կա Երևանում, մոլերից մեկի առաջ, Զուլանդիա։ Սկզբից Ալիսան վախում էր։
ասում գնա սիրի, ինքը քո նման կենթանի է, ինքը սիրում է որ իրան պուշ են անում, սկսես նապաստակների սիրել, հետո բանը, հետո ինձնից դուխով արդեն այն էշերին է, ասես բանանում բան։ Իսկ պահանջի որ տանը նաև նապաստակ պահեք, նաև իշուկ պահեք։ Չէ, ինքը շանհետ էլ որ յոլա է։ Մոլին եկավ նստավ իմ կռավաթի վրա, ասում եմ ոչինչ, մոլին էլ է ուզում քնի, հա, մոլին էլ է ուզում քնի։ Ինչ է տալիս Դավիթ շփումը կենթանիների հետ։ Նայեք, իմ երեխան անհաս էր ծնվել, տարի 9 ամսական էր ծնվել 34 շաբաթ, տարի կիլո 900 գրամ էր ծնվել 34 շաբաթում 19 օր ռեանիմացիայում ա եղել իր ծնվելուց։ Ու Պավելը Մազմանյան Երևանու նեոնատոլոգիայի վարիչին հարցրեց, ասի տունը շուն ունենք, ինչ անեմ շանը։ Դե որովհետև քեզ ասել են 3 ամիս ոչ մեկ չգա չմտնի։ Ասաց ինչ պետք է անեք, շան դրեք կողքը մանտվեք, որովհետև շունը պատվաստեք ու մանտվեք։ Հա, մանտվեք, որովհետև ինքը ասաց, ես շուներ ունեմ տունը, դա իմ համար դառավ տենց բան, որ կենթանին ինչ է տալիս, պատասխանատվության զգացողություն։ Ալիսան գիտի, որ այս ժամին մոլին պետք է կերակրի։ Ինքը գնում է ինչ որ կերը վերցնում է ձեռով, կերակրում է։ Ինքը տալիս է այս աշխարհը ճանաչելու ունակություն իր մոտ, այսինքն ինքը հասկանում է, որ մարդ հարարածը միակը չի, ամենակարևորներից չի, ինքը հասկանում է, որ կա շուն, իր պահանջմունքները կան, տարբեր ուրիշ կենթանիներ ու բարություն է սովորեցնում։ Ես ուզում ասեմ։ Ինքը ինձ համար այդ ամենաառաջի բանն է, որ մեր շունը տվեց մեր տան։ Բոլորս բարիացանք։ Հա, ինքը Դու կաղա լուրջ չընդունեն մեզ լսողները, բայց մեր Արիայի գալուց հետո, մեր շան գալուց հետո, մենք իրան մեծ ենք վերցրել։ Արիա, հա, ինչ շունը։ Կոկեր Սպանիել։ Շատ սիրուն է։ Իմը շիցու է։ Հա։ Ցիդովիզնեցիցները։ Ամեն դեպքում այդ շան գալուց հետո տան մանր-մունր լարվածությունները իրար հանդեպ, ինչ ասեմ, հիմար զրույցները, ավելորդ վեճերը, ինչ որ տենց վայ հոգնած եմ, վայ տրամ չունեմ, այդ վերացավ։ Հա, ինքը չէ, ես գտնում եմ, որ մենք սիմբիոզի մեջ պետք է ապրենք։ Ախր մենք այնքան կտրված ենք իրոք։ Մենք մինչև վերջի 50 տարի այդ սիմբիոզի մեջ ենք ապրել են գյուղի տանը, որտեղ հայա թեղել է, շուն, ընդեղ եղել է կատու, ընդեղ կով, ընդեղ հորտ, ընդեղ ձի, ընդեղ բան։ Հետո մենք փակվել ենք մեր բետոնի ու ասֆալտի մեջ ու ասում ենք շան կվարտիրայում շուն պետք է։ Ու ասում ենք բարի եղի, բալիկ ջան։ Հա, պետք է բարի լինես կենթանի կամ են ծնողներ կամ ամենաշատ ինձ ունի այս կենթանուն չկպնես ոչինչ թող կպնի թող մի հատ էլ ոչի լինի ոչինչ բան չի լինի որ ապտեկան ուտեք ձեզ ոչիլի շամպունը կտան տեղում կվերացնեք դուսը 21-րդ դարում ես մի բան եմ ասում մի վախեցեք պատվաստված է լողացրած է սրսկած է թող սիրի դա եմ ուզում ասեմ որ ինքը կենթանիներին ճանաչի թե չէ ինքը աշխարհը ճանաչել ինքը պետք է մի ձև աշխարհը ճանաչի ավելի լավ է ճանաչի այդ պրիզմայի տակ շնորհակալ եմ Դավիթ ջան շատ հաճելի է ապրեք շատ նմանապես